Աննախադեպ սեմինար Հայաստանում անավարտ շինարարության եւ կառուցապատման համար նախատեսված հողամասերի գնահատում թեմայով սեմինարը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի մասնագետներին, թեմայով հետաքրքրվածներին։ Սեմինարի կազմակերպիչներից մեկը անկախ գնահատողների ակումբն է, որը պարբերաբար հանդես է գալիս գնահատման թեմայով դասընթացներով, քննարկումներով, իրազեկում է ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին ու առաջարկում լավագույն լուծումները։ Այս անգամ հայկական եւ վրացական կողմի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում առաջին անգամ Հայաստան էր ժամանել Վրաստանի անկախ գնահատողների համայնքը։ Սեմինարը նվիրված այնց գնահատող կա մասնագետներին, իհարկե լիազոր մարմնի, ովքեր որ վերահսկողություն ունեն, կադաստրի կոմիտին դա Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնականում մենք հիմա միջազգային փորձն ենք ուսումնասիրելու, մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտ դրան վերաբերող։ Ակտիվ քննարկումներն ու սեմինարի նկատմամբ մեծ հետաքրքրությունը ցույց տվեցին, որ թեման իսկապես սպասված էր ոլորտի ներկայացուցիչների համար։ Это очень острый вопрос։ Սա շատ սուր հարց է Վրաստանի, Հայաստանի եւ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ այն ներառում է հիբրիդային մեթոդը, բոլոր գնահատման մոտեցումները, որոնք գոյություն ունեն։ Այդ պատճառով հենց մենք մեր գործընկերների հետ ընտրեցինք այս հետաքրքիր թեման քննարկելու, փորձի փոխանակման եւ գործնական նյութերը դիտելու համար։ Փորձի նման փոխանակումը սեմինարի մասնակիցների համար բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու միջազգային մոտեցումներին ու լավագույն ստանդարտներին, որոնք կարող են կիրառվել նաև մեր երկրում։ Այսօր հիմնականում թեման քննարկվեց միջազգային ստանդարտների կիրառության տեսանկյունից, այսինքն անդրադարձ կատարվեց թե բրիտանական գնահատողների ընդունված մոտեցումներով, ինչպես պետք է իրականացվել կառուցապատման ընթացքում գտնվող գույքի գնահատումը, եւ նաեւ եվրոպական տեգովայի մոտեցումները, ինչպես նաեւ միջազգային գնահատման ստանդարտների IVS-ի բավականին մանրամասն քննարկում եղավ։ Սեմինարը ոչ միայն հնարավորություն տվեց մասնագետներին ավելի խորությամբ ուսումնասիրել անավարտ շինարարության եւ կառուցապատման համար նախատեսված հողամասերի գնահատման առանձնահատկությունները, այլև դարձավ փորձի փոխանակման կարևոր հարթակ։ Այսպիսի նախաձեռնությունները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը եւ նոր գործնական լուծումների ներդրմանը։